Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ Մոհամեդ Ալ-Հադադին տեղափոխող ինքնաթիռի մնացորդները, որը ռադարներից անհետացել էր Անկարայի մոտակայքում, հայտնաբերվել են որոնողական փրկարարական խմբերի կողմից, հաղորդում է NTV-ն եւ Airport Haber-ը։ Հայմանա շրջանի մոտ անցկացրած որոնողական փրկարարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել են Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ռադարներից անհետացած ինքնաթիռի մնացորդները։ Airport Haber-ին մեջբերում է ՌԻԱ Նովոստին։ Ըստ NTV-ի ինքնաթիռը կործանվել է ենթադրաբար տեխնիկական անսարքության պատճառով։ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Falcon 50 մասնավոր ինքնաթիռում եղել է 5 մարդ, որոնց հետ կապը կորել է Անկարայից թռիչքից կարճ ժամանակ անց։ Նախարարությունը պարզաբանել է, որ ինքնաթիռը մեկնել է Էսենբողա օդանավակայանից եւ ուղևորվում էր դեպի Տրիպոլի։ Թռիչքից կարճ ժամանակ անց անձնակազմը Հայմանայի տարածքում արտակարգ վայրեջքի ազդանշան է տվել, որից հետո ինքնաթիռի հետ կապը կորել է։ Հայմանայի տարածքում ինքնաթիռը արտակարգ վայրեջքի նախազգուշացում է տվել, սակայն ինքնաթիռի հետ կապը վերականգնելու հետագա փորձերը անհաջող են եղել։ Ինքնաթիռում եղել է 5 ուղևոր, հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։ Նախարարության տվյալներով Լիբիայի բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ Մոհամեդ Ալի Ահմեդ Ալ-Հադադը հնարավոր է եղել է ինքնաթիռի ուղևորների թվում։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում ներկայումս չկա։ Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը Լոնդոնում Պաղեստինամետ բողոքի ակցիային մասնակցելու համար ձերբակալվելուց հետո այսօր ազատ է արձակվել, հաղորդում է Reuters-ը։ Մեծ Բրիտանիայում գործող Բանտարկյալներ հանուն Պաղեստինի կազմակերպությունը հայտնել է, որ Թունբերգը ավելի վաղ ձերբակալվել է, ապա կալանավորվել ըստ ահաբեկչության մասին օրենքի, աջակցում եմ Պաղեստինի բանտարկյալների գործողություններին։ Ես դեմ եմ ցեղասպանությանը գրությամբ ցուցապաստառ պահելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կազմակերպությունը որակել է որպես ահաբեկչական խումբ։ Լոնդոնի ոստիկանությունը հայտնում է, որ Թունբերգը գրավի դիմաց մինչև մարտ ամիս ազատ է արձակվել։ Ռուսաստան մուտքի բոլոր կետերը պետք է հագեցած լինեն կենսաչափական սարքավորումներով, հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ եւ Եդինայա Ռոսիա կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Երեքշաբթի օրը Մեդվեդևը հայտարարեց, որ այցելել է Շերեմետիևո օդանավակայանի անցակետ եւ ստուգել Ռուսաստանի Դաշնություն մուտքի նոր կանոնները, փորձարկելու փորձի ընթացքը։ Մոսկվայի կառավարությունը ակտիվորեն մասնակցում է եւս 11 սահմանային անցակետերի կենսաչափական սարքավորումներով հագեցած գործին։ Բնականաբար այս խնդիրը եւ այս նախագծերը պետք է ընդլայնվեն երկրի բոլոր նմանատիպ սահմանային անցակետերի համար, ասել է Մեդվեդևը։ Աշխատողները անվտանգության ցանց են տեղադրել Փարիզի Լուվրի պատուհանի տակ, որի միջով հոկտեմբերին գողերը մտել էին թանգարան, երեքշաբթի օրը հաղորդել է Agence France Presse-ը։ Երեքշաբթի առավոտյան Լուվրի պատուհանի վրա, որով գողերը մտել էին հոկտեմբերի 19-ին, տեղադրվել է անվտանգության ցանց, ասվում է հայտարարության մեջ։ Գազայի հատվածում խաղաղապահ զորակազմը պետք է խստորեն հետևի իր առաքելությանը հակամարտության կողմերին բաժանելու եւ անկլավի ներքին գործերին չմիջամտելուն։ ՌԻԱ Նովոստիին ասել է Համասի մամուլի խոսնակ Ղազի Համադը։ Միջազգային ուժերի ներկայությունը Գազայում դրական քայլ է, սակայն անհրաժեշտ են մեխանիզմներ նրանց գործունեությունը կարգավորելու համար։ Դրա համար գլխավորը պաղեստինյան եւ իսրայելական կողմերի միջև սահմանազատման գծերի ներդրումն է, ինչպես նաեւ հրադադարի համաձայնագրի կատարման մոնիթորինգը, ասել է նա։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության եւ ԱՄԷ-ի եւ Մոնղոլիայի հետ կնքված համաձայնագրերը վավերացնող օրենքները, հաղորդում է Բելտա լրատվական գործակալությունը։ Կազմակերպության եւ Աբու Դաբիի միջև տնտեսական գործընկերության համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի եւ ԱՄԷ-ի միջև փոխադարձ առևտրին եւ համագործակցությանը, ինչպես նաեւ կստեղծի պայմաններ արտահանման մատակարարումների ընդլայնման համար։ ԵԱՏՄ-ի եւ Մոնղոլիայի միջև առևտրային համաձայնագիրը նպատակ ունի նաև պարզեցնել փոխադարձ առևտուրը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ զինվորականները անվտանգության նկատառումներից ելնելով երբեք ամբողջությամբ դուրս չեն գա Գազայի հատվածից եւ որ պաղեստինյան անկլավում կստեղծվի քաղաքացիական զինվորական բանակային ստորաբաժանում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հոկտեմբերին ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի եւ Համասի կողմից ստորագրված խաղաղության ծրագրի համաձայն իսրայելական զինվորականները աստիճանաբար ամբողջությամբ պետք է դուրս գային անկլավից։ Մենք գտնվում ենք Գազայի խորքում եւ երբեք ամբողջությամբ չենք լքի Գազան։ Նման բան երբեք չի լինի։ Մենք այնտեղ ենք պաշտպանելու, կանխելու համար այն, ինչ տեղի ունեցավ, ասել է Կացը։
Թուրքիան եւ Ադրբեջանը խորհրդակցություններ են անցկացնում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Մենք հանձնառու ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելուն։ Երկու կառավարությունների տեխնիկական խմբերը խորհրդակցում են այս հարցի շուրջ, անցկացնում վերլուծություններ եւ գնահատականներ, ասել է նա։